բայց ինստիտուտը կապեկեն, դրա հետ կապված որոշակի բարոյական իրավական պրոբլեմներ ցույց տան եւ այդ ինստիտուտին զրկեն մարդկանց հանրության պաշտպանությունից։ Այսինքն ակնհայտ ձեռագիրը դա է։ Եվ ինչ արեցին։ Տեսեք։ Իրենք բնականաբար այդ գաղտնալսումները այդ ամեն ինչը ունեն։ Պարզը չէ ունեն։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ից մեկնարկեց հայ առաքելական սուտ եկեղեցու դեմ իր արշավը, որին բնականաբար նախորդեցին արդեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի քննադատությունը եւ այլն, դրանց չեմ ուզում անդրադառնալ, արդեն պարզ էր, որ այստեղ մի քանի ինչ-որ իրենք ծրագիր են ուզում իրագործել։ Նայեք որն էր խնդիրը։ Սկսեցին փորձել հակաբարոյական բաների մեջ մեղադրել եկեղեցականներին, դրան զուգահեռ Բագրատ Սրբազանի գործը ներկայացրեցին իբրև եկեղեցու գործ, փորձեցին կապակցել եկեղեցու հետ, եւ հիմա Միքայել Սրբազանն են փորձում կապակցել եկեղեցու հետ։ Նախ ասեմ Միքայել Սրբազանը Բագրատ Սրբազանին համարում է եղբայր։ Իրենք հոգևոր եղբայրներ են, բայց դա չի նշանակում, որ Միքայել Սրբազանը Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության մեծ բաժին ունի։ Իհարկե անմեղության կանխավարկածը չեն կարող խախտել, Բագրատ Սրբազանը անմեղ է, քանի դեռ օրինական ուժի մեջ դատավճռով այլ բան չի հաստատվել։ Այսօրվա արդարադատության պայմաններում մենք գիտենք, որ ամենա ակներով սպիտակին էլ իրենք սև կարող են ասել։ Հիմա, բայց ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը փորձում է անել, ու նույնիսկ երեք իր մի այդպիսի ելույթի ժամանակ, էլի փորձում էր էլ գնաց գնացին ընտանիքով խորենացուն հասան, խորենացու ողբը փորձեցին խմբագրել, ահաբեկչություն բառը մտցնել դրա մեջ։ Իրենք փորձում են ցույց տալ, որ եկեղեցին հակաբարոյական, հակաահաբեկչական կազմակերպություն է, որպեսզի դրանով լեգիտիմ իրավունք ունենան մտնեն ներս։ Դրա համար է, որ Միքայել Սրբազանը փորձում է կապել Բագրատ Սրբազանի գործեր։ Եվ հիմա տեսեք, դուք ասում եք, որ նրանք մի խցում են նստած, արդյոք սա պատահական է։ Դե հիմա դուք ուզեք հարցնում, ենթադրում եմ, որ հատուկ են արել, որ խոսեն լսեն, պարզի որ դրա այդ ենթադրությունը մենք ունենք, որ այսինքն նայեք, իրենք մի հետաքրքիր բաներ կա, որ խոսում է իրենց վատ տնային աշխատանքի մասին։ Երեք էլ կարծեմ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսեց, բայց իսատ պռատ նայեք, ինչու՞մ է խնդիրը։ Իրենք պաստորեն հունիսի 17-ին գործ են հարուցել, քրեական վարույթ են նախաձեռնել, եւ հունիսի 21-ին Սրբազանը ինչ-որ թե 25-ին, չեմ հիշում, ամսած 25-ին, 21-ին Սրբազանը էլի լրագրողի հարցին ինչ-որ պատասխան է տվել եւ սա էլ են դրել իրական հետախնդրման հիմք։ Այսինքն հունիսի 17-ին իրենք արդեն գիտեն, որ Սրբազանը պետք է կրկնի այդ հայտարարությունը, 1 տարի առաջվա հայտարարությունը պետք է կրկնի եւ իրենք հունիսի 17-ին արդեն վարույթ են նախաձեռնել։ Էս էլ է խոսում, որ իրենք նյութ չունեն, հիմա ուզում են գործը հարուցեն, նոր նյութ ստեղծեն։ Պատկերացնում եք, չէ՞, որ իրենք գաղտնալսել են նաեւ Միքայել Սրբազանին։ Ամեն օպերատիվ միջոցառումներ անել են։ Որևէ նյութ չլսեցին, որ օրինակ կապեն Միքայել Սրբազանին թեկուզ Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության մասն, քաղաքական գործունեությանը։ Կամ Միքայել Սրբազանը օրինակ բանավոր կամ միտեղ մեկի մոտ ասի, եկեք իշխանության զավթումը պլանավորեն կամ նախապատրաստեն կամ իրականացնեն։ Եթե նման բան լիներ, բնականաբար մենք այսօր կունենանք դա, հենց անձամբ վարչապետը իր Facebook-ան էջում դրա մասին խոսեր։ Դե որ կապ ունեն, լավ ասացի։ Դուք ասացիք։ Ես ինքս չգիտեմ, ես էլ եմ այդպես լսել։ Ձեր հարցերին պատասխանեցի։ Դե նայեք, էլի խոսում ենք, տեսեք։ Երբ որ ասում են հրապարակային կոչը պետք է լինի կոնկրետ գործողություն կատարելու հրավեր։ Սրբազանը ոչ թե հրավեր է, ամեն պատմում է, ասում է, այսպիսի բան եմ ասել, այո, ասել է։ Դա հրավեր չի։ Հիմա պատկերացրեք, մեկը մի բան է արել, ասում է կարել ես, ասում է այո, արել եմ, ու պատմում է, որ արել է։ Սա կոչ չի, սա հրավեր չի։ Սա նոր հրավերի մասին չի կարող խոսել։ Առավել ևս, երբ որ հրավերը պետք է կոնկրետ ունենա բովանդակություն, կոնկրետ թիրախ։ Օրինակ, եթե Սրբազանը ասեր, չգիտեմ, գեներալ ես ինչ, դու կգնաս այսինչ տեղը, գեներալ Պողոս, դու կգնաս սա կանես։ Կոնկրետ ցույցումներ տա, ընդ որ ամբողջ այս գործի նյութերից էլ երևում է, որ խոսքը գնում է գեներալիտետին, ոչ թե քաղաքացիներին ասելու իշխանություն զավթել, այլ գեներալիտետին, ովքեր են այդ գեներալիտետը, զինվորական ծառայություն, ԱԱԾ ծառայություն, ովքեր են իրենք, որոնք իրավապահ մարմիններ են։ Այդ հրավերը կարծես թե կոչ իրենք չեն կարող այդպես գնալ։ Հա, ներողություն, լրացում։ Տեսեք